Գիտենք, աշխարհում տարբեր սրսկումներ կան։ Մարդի սրտին են սրսկում անգամ, որ մարդի սիրտը կայնում է, միած սրսկում է, որ աշխատի։ Աստված մարդի հոգու սրտի մեջ սրսկել գիտի, որտեղ նա հոգին ինքն աստեղծ է, հոգու մեջ սրսկել գիտի նա։ Նա ուզում է քո հոգու մեջ սրսկի, քո էության մեջ սրսկի։ Այդ խոսքը բոլոր պղծությունները, ինչ պղծություն կա մեջդ, ինչ ցանկություն կա մեջդ, Հիսուսի խոսքը Եսայրի սուրը, ալելույա Տիրոջը։ Ես Աստծո խոսքը կրակ է, նայրել գիտի ամեն ինչ։ Խոսքը մուրջ է, կոտրել գիտի ամեն մարմնավոր խորհուրդայություն։ Տիրոջ խոսքը կյանք է։ Նա որտեղ մտավ, կյանք է ստեղծում ընդեղ։ Ընդեղ իր օրենքն է դնում կյանքի, ուրիշ օրենք չի կարող գործել ընդեղ, որտեղ Աստծո խոսքը ինքը կենթանի է։ Նա որտեղ մտավ, իր կենթանի ներկայությունով սպանում է, վառում է ամեն ինչ եւ իր կյանքի օրենքն է դնում ընդեղ։ Փառավորվի Հիսուսի անունը։ Սիրելիներ, այս ճանապարհով Աստված ուզում է մեզ փշերից ազատի, մեզ փշերից մաքրի, սրբի եւ ազատագրի, սիրելիներ։ Մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, որ Աստծո խոսքն է բժշկում մարդին։ Սաղմոս 107-ում Սուրբ Հոգին խոսում է, որ խոսքը ուղարկում է եւ բժշկում է։ Իր խոսքը կղրկե ու կբժշկե զանոնք։ Թող այս խոսքը մտնի իմ ու քոքու մեջ։ Այս խոսքը բժշկել գիտի եւ կազատե ամեն իրենց գործանումից։ 107-րդ Սաղմոսի 20 խոսքը, սիրելիներ։ Ուրեմն մենք հասկացանք փշերից ինչպես ազատվել։ Եվ հոգևոր մարդը, որպեսզի լիարժեք փշերից ազատվի, նա հոբի նման պետք է հոգևոր տեսողություն ունենա։ Պետք է հոբի նման ինքը ազատվի շատ բաներից եւ Սուրբ Հոգին բացի իրան։ Եթե ես իմ անձը առամարեմ, հարց եմ տալի, իմ անձի մեջ կա աշխարհ, իմ անձի մեջ կա հարստության ամեն ցանկություններ։ Եթե ես իմ անձը առամարեմ, իմ անձից ոչինչ չեմ վերցնի։ Նայեք ինչ ա գրած։ Հոբ 42-ի 5-ը։ Ես քո վրայով ականջերով լսել եմ, բայց մի աչքերս կտեսնի քեզ։ Անոր համար իմ անձս կառամարեմ։ Անձ առամարող մարդը աշխարհով կզբաղվի։ Անձ առամարող մարդը հարստության խաբեությունով կգնա։ Անձ առամարող մարդը հոգսեր կանի։ Անձ առամարող մարդը որևէ մարմնի ցանկություն կունենա։ Այսօր Աստված օգնի ինձ ու քեզ։ Ես հաճախակի արցունքով խնդրում եմ, Տեր, բաց իմ աչքերս, որ իմ անձը առամարեմ, հողի մոխիրվա զղջամ։ Հոբը 140 տարի սաղոտնարել է, և Սուրբ Հոգին այս մարդի հետ գործել է։ Կյանք է ապրել։ Աստված ուզում է մեզ լիարժեք հանի, ես նորից եմ կրկնում կարևոր միտքը, 30-ից 60 անցնելը ավելի հեշտ է, քան թե պարաթող դառնալը։ Մեծ դու մի մտածեք, մարդը պարկի քնելնի պարաթող կլինի։ Մարդը միտք առնում, այդ մտքի համար աղոտ կանում, այդ մտքի համար ծոմ է պահում, այդ մտքի համար ուզում է կոտրվել, ուզում է իր բոլոր ինտելեկտը մարդկային հոգեբանությունը ջախջախվի։ Ինչ կար Հովսեփի մեջ։ Եթե նայում ենք Հովսեփը ոչ գող էր, ոչ էլ անբարոյական էր, ոչ մի մեղք չկար արտակնապես, բայց կոտրվել էր պետք, նեղ ճանապարհ էր անցնել պետք, մինչև նեղ ճանապարհ չանցնես, չկոտրվես, Քրիստոս չի ձևավորվի քո մեջ, Քրիստոսի բնավորությունը չի ձևավորվի քո մեջ։ Քրիստոս բնավորությունը ձևավորվելու համար, սիրելիներ, մենք պետք է ավետարանի կյանքին հաղորդել ենք։
Ես ուզում եմ մի փոքր խոսեմ ինչ բան ավետարան։ Տեսնենք մենք ավետարանից խաբար ենք թե խաբար չենք։ Ես կարդում եմ Սուրբ Գիրքը եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Տեսնենք ավետարանը իրանից ինչ է ներկայացնում։ Մենք շատեր ավետարան կարդում ենք, բայց ավետարանից կարող է խաբար չլենք։ Ավետարանի գաղափարից խաբար ենք, ավետարանի պատմությունից խաբար ենք, ավետարանի տառերից, բարերից խաբար ենք, բայց կարող է ավետարանից խաբար չլինենք։ Ես ուզում եմ դա ասել ձեզ, որպեսզի տպավորվի ձեր մեջ, որ դու փնտրեք այն, ինչ որ ամենակարևորն է։ Ուշադիր լսեք, կարդում եմ։ Երկրորդ Կորինթացիս 4:4-ում կարդում ենք ու շատիր լսեք եւ տեսնեք ինչ է գրված գրքի մեջ։